ERT-ի տաղավարում այժմ վերլուծությունների ժամանակն է եւ մեր տաղավարում է արդեն բնականաբար Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Անդրադառնանք նախ եւ առաջ փաստին, սպանության փաստին, դաժան սպանության փաստին, որ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ամսի 23-ին կես գիշերին մոտ։ Ձեր կարծիքով ընդդիմությունը գիտենք մեղադրում է իշխանությունը չի բարձրաձայնում, բայց այդպիսի տպավորություն կա, որ ասում են, որ հնարավոր է, որ ընդդիմությունն է կազմակերպել իշխանություններին մեղադրելու համար, բայց իրավական հիմք ոչ մի կողմը ունի, ոչ մյուս կողմը, վարչապետ Փաշինյանն էլ ասում է, որ պիտի բացահայտվի անպայման սպանությունը եւ հետեւություններ արվի, ինչու չի կանխվել։ Բարդ հարց է։ Եկեք բոլոր տեսակետներից էլ նայենք, դե որ տենց ասում է։ Տեսեք, ինդիմության պարագայում իմաստ չեմ տեսնում, որովհետև սպանվածը, նախ ցավակցենք ընտանիքին, սպանվածը կնոջը երեխաներին ապրելու երկիր կուսակցությունից էր, Ռուբեն Վարդանյանի գիտեք, Հովանավորյալ կուսակցությունն է, բնականաբար ասում է պետք չի լինել հեռատես կամ ինչ-որ սուպեր վերլուծաբան հասկանալու համար, որ նա սպասարկելու էր Մոսկվայի շահեր ընտրությունների ժամանակ, նա գտածում էր, որովհետև փաստորեն ըստ էության մեծ ազդեցություն ուներ Փարաքյանում եւ կարողացավ, այսպես ասում եմ, իշխանական մեքենան այո հաղթել, գումարած որ ըստ էության գիտեք իմ կարծիքը դա նշանակում է, որ նաև հաղթել Սերժ Սարգսյանին, որովհետև իսկ դա դուր չէր գալու Սերժ Սարգսյանին, բնականաբար, որովհետև ինքը չի սիրում մարդկանց, ովքեր կարող են իրան երկրի ներսում ինչ-որ այսինքն եթե անգամ մեկին էլ ընդդիմադիր պետք է նշանակեն, դա պետք է լինի իր համաձայնությամբ, եթե իր համաձայնությամբ չի, ուրեմն իսկ մեկը կարողանում է հարց լուծել երկրում, այդպես բնականաբար դա խնդրեմ է առաջացնում։ Դրա համար տեսեք, ինչի պետք է այս առումով ընդդիմությունը աներ, որովհետև այսինքն չաներ, որովհետև ընտրություններ է դիմացը, դա լրացուցիչ ձայներ են ընդդիմությանը եւ Մոսկվային, որովհետև ըստ էության ակնհայտորեն օղորմածիկը սպասարկելու էր Մոսկվայի շահերը։ Հետևաբար այստեղ ընդհանրապես տրամաբանություն չեմ տեսնում։ Ընդամենը ինչ որ մեղադրեին Փաշինյանին, իսկ ինչ էր դա իրանց տալու։ Փաշինյանները ասել էր ես չեմ, օրինակ, ինչ էր տալուս իրանց, այսինքն ինչ էին կարողանալու ընդհանրապես այս կյանքում ապացուցել իրանք, հա։ Ոչ մի բան։ Դրա համար այս իմաստով ես ընդհանրապես չեմ տեսնում։ Եթե մենք խոսում ենք գործող իշխանության մասին, կոնկրետ այն մարդկանց, ովքեր ուրեմն ներկայացնում են կառավարությունը, ես չեմ կարծում, որ նաև իրանք են դա արել, որովհետև պարզա, որ ասենք ոչ Փաշինյանը, ոչ էլ իր շրջապատը, կոպիտ ասած, իրանք նշանակված չեն, որպեսզի իրանք քաղաքական սպանություն չունեն նախ այդ կշիռը, որպեսզի քաղաքական սպանություններ իրականացնեն, ես դրան էլ չեմ հավատում։ Հետաբար պետք է նայել ավելի մեծեր, ովքեր ունեն ռեսուրսները, ովքեր իրականում լուրջ ռեսուրսներ ունեն երկրում եւ այդ պայքարը, որ գնալու է ընտրությունների ժամանակ, հա, այսինքն Ռուսաստան եւ Հայաստանի այն էլիտան, որը ըստ էության ռեսուրսներ ունի, որպեսզի այդ ընտրություններում կարողանա հաղթել։ Իսկ կրիմինալ կամ վենդետայի գործում։ Ահա, այս մի տարբերակը։ Սա նայում ենք։ Երկրորդ տարբերակը, որ կարող է լինել, ես չեմ բացառում, որտեղ ըստ էության Փարաքյանը նմանվել է Սիցիլիայի։ Հասկանում եք։ Տեսեք, ու այստեղ շատ դժվար է ասել, տեսեք, նա ԿՊ-ական է, կամ այս մեկը էլի եւ այլն, մենք շատ դեպքեր գիտենք, երբ որ նախկին հանրապետականները ուղղակի որպեսի քաղաքականապես ողջ մնան ունեցված ԿՊ-ին եւ այլն, արագ վերափոխվեցին, հանրապետականից դառան ԿՊ եւ բայց շատերը, այսինքն ես այդպեսի այս 7-8 տարվա մեջ այնքան նամակներ եմ ստացել տարբեր շրջաններից, որ ինձ բողոքել են, որ այս սա թաքնված ԿՊ հանրապետականը դառել է ԿՊ-ական, շարունակում է նույն տերորը կամ նույն բիզնեսները կամ նույն տիպ իր բարեկամներին ունեցված բաժաները, տակից ավելի մի քիչ ավելի տենց խորամանկ ձևերով, հա, մի քիչ ավելի տենց միջնորդավորված, հանքերից բռնած, չգիտեմ վերջացրած ինչ, մի խոսքով։ Հետևաբար տեսեք, այստեղ մի տարի առաջ, տարի ու կես առաջ կարծեմ, թե նորից սպանություն էր տեղի ունեցել, նոյեմբեր, եթե չեմ սխալվում։ Այս տարվա փետրվարին։ Այս տարվա։ Տարեսկզբին։ Հա, մինչև ընտրությունները։ Եթե չէ իմ հիշողությամբ նոյեմբերին, բայց լավ, ես գայական չի։ Դա Լյուդվիգ Գյուլնազարյանն էր, նախ ընկերոջ հետ ինչ որ տենց ընկերոջն էին սպանել, իրեն էին ոտից վիրավորել, էլի Փարաքյարի համայնքապետներ։ Հետո նա հրաժարական տվեց, բայց հետո որոշեց նորից մասնակցել ընտրությունների։ Ընդ որում, այստեղ կներեք, կարողա հիշողությունս մի փոքր դավաճանի, որքան հիշում եմ, այդ սպանության մեջ էլ շրջանառվում էր ինչ-որ դրանից նախորդ համայնքապետի անունը, գուցե այսպես հիշողությունս դավաճան, բայց ինչքան հիշում եմ, դա էական չի։ Այսինքն Սիցիլիա է, թե Փարաքյար, ասենք։ Իմ ասած սպանության պարագային, դա երևի ավելի առաջ էր փետրվարին տեղի ունեցած սպանության դեպքում կալանավորվել է այսօր վախճանված
համայնքապետի եղբայրը ժամանակին։ Այո, ես երբ գուցե նույն բանի մասին ենք խոսում, որտեղ այնտեղ էլի լիքը մարդեր, բազմաթիվ մարդիկ են ներգրավված, մի խոսքով Գյուլնազարն է, եթե չեմ սխալվում, ոտքից էր վնասված, ԿՊ-ն ներկայացնող, որտեղ եւ այլն։ Հետո ընտրությունների ժամանակ Վոլոդիա Գրիգորյանը հաղթեց Լյուդվիգ Գյուլնազարյանը եւ այսպես շարունակ։ Մի խոսքով ու ընդդիմությունը իդեպ շատ ողջավորված էր այդ հաղթանակից, բայց մյուս կողմից էլ երբ որ մենք նայում ենք այս մարդկանց անունները ինչի մեջ է ներգրավված կամ ինչ տիպի գործունեության մեջ են եղել եւ բնականաբար պարզա որ չի բացառվում որ նաեւ ուրեմն մեծ շրջապատ այսպես մեծ բիզնես, մեծ փողերներ, այսինքն այս տրամաբանության մեջ բնականաբար այսպիսի բաներ մեկ է լինում են փողային մեծ հարցերի դեպքում, հա Եվ այլ մյուս տարբերակը, որ այդպիսի բան կարող է լինել, կարող է, ինչի չի, մեկին մեծ գումար են պարտք տվել, չի վերադարձրել, չգիտեմ, կամ այսպես չէ, հայերենում կոչի, քցել կամ ինչ-որ տենց այդ հարցերի մեջ, սա էլ չի բացառվում այս իմաստով, որովհետև մենք տեսնում ենք ինչ տիպի բան է։ Տեսեք, ավելի, եթե իմ կարծիքն եք հարցնում, այստեղ շատ ավելի այդ deep state-ի այդ խորքային պետության հետ կապված պատմություն է, այստեղ էլի այդ խորքային պետության եւ ռուսական այդ ուրեմն օլիգարխիկ համակարգի, որը ֆինանսավորում է իրենց ճտերին Հայաստանում, կոպիտ ասած, ավելի շատ այդ բախումն է, իմ համոզմամբ, բայց նորից եմ ասում, չեմ բացառում ոչ մի բան էս պատմության մեջ, ամենայն անկեղծությամբ չեմ բացառում։ Միակ եզրակացությունս, որ տեսեք, էլի կրակոց էր եղել, երեք կարծեմ, էլի ինչ որ քաղաքում էլի կրակոց էր եղել։ Միակ եզրակացությունս մի հատ խնդրեմ բան է։ Տեսեք, ովքեր որ նախկինում, այսպես ասած, հեղափոխությունները մի փոքր նստել էին, վախենում էին կրակեն, վախենում էին գլուխները բարձրացնեին, չէ, մի հատ ուզում էին հասկանային ինչ հա տեղի ունեցել, կարծես թե նորից այդ մարդիկ գլուխ են բարձրացնում։ Ու երևում է այդ զենքեր կա շատերի ձեռքը, որ հավաքված չի եւ այլ։ Սա շատ տխուր է։ Գլխավոր եզրակացությունը երևի ժամանակը սպառվեց այս հատվածի մենք կանենք գլխավոր եզրակացությունը, այսինքն մեծ հաշվով ինչով սա կարող է իրոք այդուամենայնիվ անկախ այս բաները մի կողմ դնենք, ինչով սա կարող է վնասել Հայաստանին որպես ժողովրդավարական երկիր, սա արդեն երկրորդ մասում քննարկենք։ Այո, հիմա գնում ենք գովազդային դադարի։ Արգելի հեռուստադիտողներ, մինչև գովազդը խոսում էինք տխրահարճակ սպանության մասին, որ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում արդեն 2 օր առաջ մոտավորապես, եւ էլի կարծեմ ամփոփելու անհրաժեշտություն ունեցաք։ Լուրերով այսօր ես տեղյակ եմ, որ հաղորդվել է մի փոքր մանրամասներ նախկինից, որ այդ կրակոցների, այդ նախորդ կրակոցների պատմության մեջ խառն է եղել Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը, դեպ հետաքրքիր է, որ հայրը եղել է Մերձավանի համայնքապետը, այսինքն իրանք ընդհանուր հայո այդ տարածքի բավականին այսպես մեծ տարածքում տարբեր համայնքներում ազդեցություն են ունեցել եւ այնտեղ կարծեմ դատական գործել է եղել, չենք հիմա չգիտեմ կա թե չկա այդ արդեն փակվել է, չի փակվել հոր հետ կապված Վոլոդիա Գրիգորյանի։ Հետեւաբար տեսեք, ես չեմ ուզում հիմա մտնեմ այդպես ինչ որ կոնսպիրոլոգիաների բանի մեջ, բայց ասում եմ, եթե պարզնայինք այս այսպես ասեմ, քաղաքական պայքար, չգիտեմ, վենդետա եւ այլն, ամեն ինչ է այստեղ հնարավոր է այս պատմության մեջ։ Մի բանն է վատ։ Տեսեք, Չարլի Քիրքի սպանությունը ինչ մեծ աղմուկ բարձրացրեց Միացյալ Նահանգներում, չէ՞։ Հələ Չարլի Քիրքը ինքը այսպես այլ բաներ, քաղաքական այսպես ինֆլուենսեր եւ այլն։ Հարցը հետեւյալն է. չի կարելի այսինքն ինչքան մենք այս կուլտուրան, այսինքն պետքա վարչապետը ասեց, որ պետքա արագ բացահայտվի, չէ՞։ Ես շատ կուզենամ, որ արագ բացահայտվի, խորը կասկածներ ունեմ, շատ խորը կասկածներ ունեմ, բայց հարցը հետեւյալն է. եթե չի բացահայտվում, ինչ է լինում։ Նշանակում է այսպես ասեմ կանաչ ճանապարհ է տրվում, որ շարունակաբար այսպես կարելի է հարց լուծել։
Սա ամենավատ բանն է, ցանկացած բանը, որ չի կանխվում, չի բացահայտվում, եւ Հայաստանի դեմոկրատիայի մակարդակը արևմուտքում գնահատվելու է այսպես ցածր, որովհետեւ եթե երկրում իրավապահ մարմինները չեն աշխատում, նշանակում է ոչ մեկ պաշտպանված չի, շատ կարևոր հարց է։ Եվ ցանկացած քաղաքական պայքար, այս սա էլ է, հասկանում եք, խոսում են մասին, որ խնդիրներ ունենք մենք լուրջ, այսինքն խոսքով բացատրելով տեխնոլոգիաներով, վարձեք քաղ տեխնոլոգները, մրցեք իրար դեմ, չգիտեմ, փորձեք, բայց զենքով հարց լուծելը, դա խուլիգանություն է, դա մաֆիոզ համակարգ է, չի կարելի թույլ տալ, պետք է թաթիկներին խփել անմիջապես, անկախ ամեն ինչից ով է, անկախ ամեն ինչից ինչ հայացքներ ունի։ Տեսեք, դուք գիտեք, ես ոնց եմ վերաբերվում ռուսական գործակալներին, չէ՞, բայց ես դեմ եմ կդատապարտեմ ցանկացած ռուսական գործակալի օրը ցերեկով, չգիտեմ, եթե հայ է, խնդիրը հետևը, այսինքն եթե դրսից ուղարկված է, դա չենք խոսում, կամ ինչ որ օպերացիա արի Հայաստանում, դրա մասին չենք խոսում։ Եթե ինչ որ մեկ ազդեցության գործակալ գործունեություն է ծավալում Հայաստանին, զենքով չի կարելի հարց լուծել, պետք է բռնել օրենքով, ուրեմն դատել, որովհետև շատ խիստ է իմիջիալույց, դավաճանության հոդվածով, հա, օրենսդրությունը պետք է այնպես կարգավորել, որ բոլորը հասկանան, դեպ դա ավելի դաժան, եթե ինքը իմանա, որ ով որ Ռուսաստանի համար աշխատի, կոպիտ ասած, նա 20 տարով կնստի, առանց ներման իրավունքի օրինակի համար։ Տեսակ, այսպես հարց չի կարելի լուծել։ Սա երկիրը տանում է դեպի քաոսի։ Հետևաբար ես շատ հուսով եմ, հաշվի առնելով բաները, չեմ հավատում, անգամ, այսպես ասեմ, եթե ինչ-որ մի հատ էլ կասկածալ է ներգրավեն ձգձգեն, գիտեք ոնց է դա համակարգը աշխատում, էլի չեմ հավատալու, որովհետև այս պարագայում ես այստեղ այլ բան եմ տեսնում, բայց երբ որ մենք այսպիսի բաները Հայաստանում հայերը կսկսեն Հայաստանի Հանրապետությունում կանխել, արագ թաթիկների տան ցանկացած բան կոռուպցիայից կլինի, ուրեմն սպանություններ կլինի, նոր երկիրը կսկսի ուրեմն ամրապնդել դեմոկրատիան եւ ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդել։ Հետաբար դատապարտում ենք Միստրմարոսյա կկմյանայից ցանկացած սպանություն եւ ցավակցում ենք ընտանիքին, որտեղ դա կորուստ է։ Հանցագործությունն է իրականացրել, բռնեք դատեք։ Օտարերկրյա գործակալությունը իրականացրել, բռնեք դատեք, բայց զենքով հարց չեն լուծում։ Իդեպ մեր եթերից առաջ տեղեկություն հրապարակվեց, որ վիրավորված անձը ուշքի է եկել եւ նրան արդեն քննիչը հարցաքննել է, բայց մանրամասները բնականաբար չեն հաղորդվում։ Տեսնենք, համենայն դեպս վատը այնա, որ գիտեք չէ, ոնց առաջիկա 24-48 ժամն է կրիտիկական հանցագործությունը բացահայտելու, բռնելու։ Ընդհանրապես տեսեք, 48 ժամից հետո արդեն մեծ հավանականությամբ հանցագործը երկիրը լքում է եւ դրսում է սկսում սպասել տեսնել ինչ ընթացք է ունենում։ Եթե տեսնում է, որ հետքը չեն գտնում, իր անունն էլ չի բացահայտվում, հետո մի օր վերադառնում է հանգիստ Հայաստան։ Եթե տեսնում է, որ բացահայտվել է, չի վերադառնում։ Մի խոսքով այդպիսի պատմություն։ Իդեպ անդրադառնանք նաև Դոնալդ Թրամփի այսօրվա կամ երևի նույնիսկ երեկուշ երեկոյան ներառել նամակին, որ ուղղել է Միավորված ազգերի կազմակերպությանը եւ արդեն ասում է, որ 3 դեպքի մասին ՄԱԿ-ում տեղի ունեցած առաջինը շարժասանդուղքն էր, երկրորդը այդ պրոմպտերը չէր աշխատում եւ պարզվում է երրորդն է եղել, դահլիճում ընդհանրապես ձայնը չի լսվել եւ եթե նստածները չունենային ականջակալները, իրենք չէին լսելու, որովհետեւ Մելանիա Թրամփն անմիջապես ասել է, որ ոչինչ չի լսում։ Սա էլ երրորդը է, 3 դեպքով ՄԱԿ-ին նամակ է եղել եւ պահանջում է։ Ես շատ ուրախ կլինեմ, որ Գուտիերեշին բռնեն ձերբակալը դեպ ասեմ, որովհետեւ ինձ թվում է ինքը շատ իմ տպավորությամբ էս ամեն ինչ հետևելով Գուտիերեշը այսպես Չինաստանի կողմից կոռումպացված, ասենք, պաշտոնյա է, տպավորություն է թողում Չինաստանի եւ ոչ միայն, ասենք, այսպես ասած, ընդհանրապես որևէ համակրանք չունեմ, ընդհանրապես հայ այսօր հումորային ծրագրերը իհարկե Թրամփի եւ այդ ուրեմն ՄԱԿ-ի հետևից այսպես ընկնելու ուրեմն գծի վրա են, այսպես իհարկե շատ հատկապես այդ ամերիկյան այդ երգիծական, քաղաքական երգիծական ծրագրերը, դե գիտեք ինչ, ես ինքս մի քիչ դեպքերը շատ են, ես ինքս տեսնում եմ, որ այստեղ փորձել էին ինչ-որ Դոնալդ Թրամփին ինչ-որ մի այսպես ակնարկներ անել։ Հետաքրքրական է, որ Ֆինլանդիայի նախագահի ելույթի ժամանակ շատ դե փայլուն ելույթ ունեցավ, քաղաքագիտական ելույթ ունեցավ Ֆինլանդիայի նախագահ, ովքեր որ չեն լսել, խորհուրդ եմ տալիս լսել, ընդհանրապես ես շատ հարգում եմ Ֆինլանդիայի նախագահին, այսպես վերին աստիճանի ինտելեկտուալ անձնավորություն է եւ հետաքրքիր բան ասեց, որ շատ երկրներ աշխարհում թեքվում են դեպի Չինաստան, թեքվում են դեպի Ասիա, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է աշխարհը վերածենք քաոսի։ Այսինքն, տեսեք, սա դաժան պայքար է աշխարհում լիդերություն հաստատելու համար եւ այդ մասին արդեն բացահայտ հնչում է ՄԱԿ-ի ամբիոնից, որ
լավ դուք գնում եք դեպի Չինաստան, լավ եք անում, շատերդ ուզում եք այն կողմի վրա խաղալ, լավ եք անում, բայց եկեք գոնե կոնսենսուսի գանք, որ չի կարա մի երկիր մտնի ուրիշ երկրում եւ ցեղասպանական պատերազմ վարի։ Հակառակ դեպքում ցանկացածի դա կարա սպառնա։ Եվ էս է իրավիճակը եւ այս ՄԱԿ-ի ուրեմն 80-րդ հոբելյանականի դեպ գագաթնաժողովներ շատ կարևոր էր իդեպ ասեմ, շատ կարևոր էր, հետաքրքրական էր, որ նաև ուրեմն ես երևի այսօր չասենք մի քիչ ալի բանը կփորձեմ այսօր կազմակերպել եթեր որտեղ խոսեմ նաև Թրամփի եւ Էրդողանի հանդիպման մասին, դա էլ է կարևոր, բայց ինձ մի բան է վրդովեցնում այս պարագայում, տեսեք Փաշինյանը գնաց Մոսկվա Պուտինի հետ հանդիպման, Փաշինյանը պետք է լիներ Նյու Յորքում, որովհետև Ալիևը նորից եթերից իրեն թույլ տվեց Զանգեզուրի միջանցք բառակապակցությունը, այստեղ շատ կարևոր է որ ինքը ամբիոնից ելույթ ունենար եւ շեշտեր դա, եւ նաեւ անդրկուլիսային բազմաթիվ հանդիպումներ էին տեղի ունենում, այստեղ հարց լուծելու հասկանալի տարբեր լիդերների հետ հանդիպելու կարևորագույն միջոցառումներ, իսկ Փաշինյանը չգիտես ինչի գնացել է Մյանմայի ղեկավարի պաշտոնակատարի եւ Բելարուսի կարտոֆել ֆյուրերի հետ, ասենք Պուտինի պատվերով նստած այնտեղ ինչ որ հարց են լուծում, որը կարելի էր հետո էլ լուծել կամ շտապ հարց չէր։ Ամբողջ աշխարհի էլիտան գտնվում է Նյու Յորքում, իսկ Պուտինը ստիպեց, որ Փաշինյանը գնա իր մոտ, ինչը ես գնահատում եմ շատ վատ, ցավոք սրտի։ Լավ, այս մասին վերլուծություններ նաև երևի ուրբաթ օրը կլինի։ Մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս հարգելի հեռուստադիտողներ, ցտեսություն, կհանդիպենք վաղը։ Հաջողություն։